Հիմնադրամի մասին համառոտ խոսել շատ բարդ է, բայց դա մեր կինոժառանգության պահպանումն է, հանրահռչակումն է, ազգային ֆիլմերի ֆինանսավորումը և կինոկրթության զարգացմանը նպաստելը։ Տարիներ շարունակ կարիք է եղել կինոարտադրության ոլորտում ունենալ նոր մեխանիզմներ ոլորտի զարգացման տեսանկյունից և ուրախությամբ կարող եմ հայտնել, որ մի քանի օր առաջ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Տիկին Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում ներկայացրեց կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի ծրագիրը և որը կառավարությունը ընդունեց և այսօր ուրախությամբ պիտի հայտնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է այս մեխանիզմը։ Հաջողություններ հայկական շուկայում կինոթատրոններում շատ քիչ ենք ունեցել, նախ որովհետև շուկա չենք ունեցել, հիմա շուկան ստեղծվել է, ստեղծվում է և շարունակում է ստեղծվել և ուզում եմ մեդալի հակառակ կողմը ֆիլմի մասին խոսել, որը ներդրած պետական միջոցները ամբողջությամբ հետ վերադարձրեց։ Միջոցները, երբ որ կինոարտադրողը հետ է վերադարձնում, այս միջոցներից նաև նոր ֆիլմեր են դուրս գալիս։ Շատ կարևորում եմ Եվրիմաժի անդամակցությունը Հայաստանի, որովհետև դա նոր հնարավորություններ է ստեղծում մեր արտադրողներին եվրոպական շուկա դուրս գալու համար։ Հայտերը գնահատում են անկախ փորձագետներ, գնահատվում է գեղարվեստական արժեքը, տնտեսական հիմնավորվածությունը, իրականացնելու ներուժը, այսինքն ինչ ստեղծագործական կազմով են։ Հիմնական հիմքը նախագիծը գնահատելու սցենարն է։ Այս լազերային հատվածն է, որը կարդում է ձայնը եւ պատկերը սկսում է թվայնացնել։ Հայաստանի կինոյի հիմնադրամի կարևորագույն ձեռքբերումներից մեկը կատապուլտ ծրագրով հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինանսական աջակցությամբ այս սեղանն է, որը մեր համար շատ մեծ կարևորություն ունի, ինքնախասկանավորման սեղան է։ Սրանք այդ գլոցված շարժիչներն են, որոնց միջոցով պատկերը անցնում է։ Տեսեք, այստեղ օրինակ մենք էկրանի վրա տեսնում ենք, թե դա ինչպիսի վնասվածքներ ունի։ Այս հատվածներում այդ վնասվածքները ինչ կառուցվածք ունեն։ Հիմա մենք ուսումնասիրում ենք ժապավենի նախնական տվյալները, ինչ իրավիճակում է գտնվում։ Տեսեք, այստեղ երևում են, թե դրանք ինչքանով են վնասված, ինչ աստիճանով են դեֆորմացիաների ենթարկվել։ Պատկերը պետք է նախ եւ առաջ կայունացվի։ Թե ուշադիրն եք, կտեսնեք, ինքը տատանվում է։ Վերջնական վերականգնման մեջ այս մասը պետք է չերևա։